Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի ճգնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այսօր ես զրուցում եմ Հայկ Նահապետյանի հետ։ Շնորհակալ եմ պարոն Նահապետյան մեր հավերն ընդունելու համար։ Իշխանությունները խոսում են TRIP նախագծի մասին, վերջերս նշանակվեց ղեկավար այդ ծրագրի հիմնադրամի ղեկավար, քարոզչական դաշտում հիշատակվեց այդ մարդու Պետերբուրգյան, այսպես արմատները կամ ծնունդը ռուսական արմատները եւ հետո հրեական ցակումը TRIP-ի շուրջ, այսինքն ըստ իրենց ըստ այդ քարոզչական թեզերի ակտիվացում է լինելու, շինարարություն են սկսելու կառուցելու։ Մյուս կողմից մենք տեսնում ենք Իրանի հետ հակամարտությունը մեկ թեժանում է, մեկ նվազում է, Տրամփը ասում է, որ խնդրել են, որ ինքը նոր հարվածներ չհասցնի։ Հայաստանի տարածքային կառավարման եւ յետակառուցվածքի նախարարը այսօրերն էլ գտնում է Իրանում ինչ որ ծրագրեր են քննարկում համատեղ նոր կամուրջի կառուցման դեպի Իրան Արաքս գետի վրայով։ Ինչ է տեղի ունենում այստեղս երեք տեսանկյուններից, եթե համադրված նայենք։ Միացյալ Նահանգների մեր տարածաշրջանում հայտնվելը պետք է լիներ այդ երկրի համար խիստ առարկայական, ոչ վիրտուալ։ Առարկայական մասնավորապես բրիտանացիներին դուրս մղելով տարածաշրջանից, իմաստնավորի Հայաստանի Հանրապետությունից, այս Տրամփի ուղի կամ TRIP-ի հիմնական բաժնետերը, այդ թվում նաև անվտանգության ապահովման կտրվածքով պետք է լինի Միացյալ Նահանգներ։ Սա նշանակում է, որ Բրիտանիան ուղղակի դուրս է դրվել այստեղից։ Սա մեկ։ Երկրորդ, Միացյալ Նահանգները այստեղ ներկա է նաև օգտակար հանածոների, հատուկ մետաղների շահագործման իրավունքով, թե ինչ է ստորագրել Արադ Միրզոյանը Մարկո Ռուբիոյի հետ, կարող են ենթադրել, բայց ակնհայտ է, որ ընդերքի հետ կապված է։ Այսինքն դա տրվել է Միացյալ Նահանգներին։ Երբ ուշադրություն դարձնենք, հիմա Բրիտանիան Հայաստանում այդ առումով առանձնապես ներկայացված չի։ Այդ ձեր նշած անձը ինքը Միացյալ Նահանգների քաղաքացի է։ Հետևաբար, լինելով մի շարք իրավաբանական անձանց տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչ, տնօրեն, սեփականատեր եւ այլն, ինքը սպասարկելու է ԱՄՆ շահերը։ Կապ չունի որտեղ է ծնվել, ազգությամբ, ինչ է արմատները, որտեղ են գնում, հավատքը ինչ է եւ այլն։ Քաղաքացիությունն է որոշում, այսինքն որ պետության օրենքների առաջ է ինքը հաշվետու, պատասխանատու եւ այլն։ Դա Միացյալ Նահանգներն է։ Ուրեմն արձանագրենք, դա պատահական չի ընտրվել, այսպես նաև քարոզչականով կարող են օգտագործել, անուն ազգանունը ռուսի է, ահա ռուսներ եկել են, ուրեմն ամերիկացիները դավ են եւ այլն, հասկանալի է, չէ՞, բայց այստեղ այդ առումով սպասարկում է ԱՄՆ շահերը։ Հիմա ինչ վերաբերում է Իրանի հետ կապված, իմ գնահատմամբ Միացյալ Նահանգները համակերպվել են այն իրողության հետ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մոտ ապագայում դառնալու է միջուկային տերություն։ Եվ իմ ասածը ես հիմնավորում եմ հետևյալ իրողությամբ, Միացյալ Նահանգները ուրեմն պայմանագիր է կնքի արաբական մեկ պետության հետ, էներգետիկ նախարարությունների Սաուդյան Արաբիա, այո, էներգետիկ նախարարությունների միջև միջուկային տեխնոլոգիաների փոխանցման, ընդ որում սաուդիտները վաղուց էին դա ուզում տարիներ առաջ, մոտ 10 տարի առաջ, ԱՄՆ արգելք էր անցնում, հաշվառները, որ սաուդիտները թիվ 1 դաշնակիցն էին տարածաշրջանում Միացյալ Նահանգների, հա, նաև լրջագույն տնտեսական ներդրումներ, սաուդիտները մրցակցում են նաև Չինաստանի հետ ԱՄՆ ներդրումների չափով, բավականին կշիռ ունեցող։ Հիմա ԱՄՆ որոշել է, որ տալիս է տեխնոլոգիաները, այսինքն ատոմականների կառուցում, տեխնոլոգիաներ, հետազոտություններ, կարծում եմ, որ պահին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարելու է ուղղակի թե անուղղակի, որ ինքը միջուկային տերություն է, առանց որ 60% մոտ 30 կիլոգրամ
հարստացած ուրան ունի, դա շատ կարճ ժամանակում կարող է 90% եւ ավել լինել, որը բավարար է, ասենք միջուկային զենքի ստեղծման համար, եւ հակակշիռ է ստեղծում սաուդիտներով։ Իդեպ այն, որ Սաուդյան Արաբիայի հետ այդ պայմանավորվածությունը միջուկային զենքի առումով վտանգի իր մեջ պարունակում, դրա վկայությունն է Իսրայելի անհանգստությունը եւ հայտարարությունները Ճիշտ է։ այդ պայմանավորվածության մասով, որ չի կարելի Սաուդյան Արաբիային տալ նման տեխնոլոգիաներ, որը հետագայում կարող է սպառնալիք դառնալ հենց Իսրայելի դեմ։ Այսինքն մենք հասկանում ենք, որ այստեղ միայն խոսքը խաղաղ ատոմի մասին չէ։ Ես կարծում եմ ցանկացած դեպքում խաղաղ ատոմը կարող է նաեւ վերածվել զենքի։ Իսրայելի նման կեցվածքը խիստ հասկանալի է, որտեվ կա դառը փորձ։ Բրիտանիայի կողմից իր երբեմնի թագի ամենաթանկ ադամանտ հասացող Հնդկաստանից մի պատար անջատվեց Պակիստանը, հետո այդ Պակիստանը դարձավ միջուկային տերություն, որտեղ Հնդկաստանն է միջուկային տերություն, բայց այսօր Պակիստանը իր արտաքին քաղաքականությամբ ավելի շուտ հակված է համադրել իր գործողությունները, սատար կանգնել, օգնել օժանդակել Իրանին, օրինակ, եւ ոչ, ասենք, Բրիտանիա, Միացյալ Նահանգներ կամ Իսրայել։ Թեև ժամանակին այլ էր։ Սա ուզում եմ ասեմ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը շուտի հասկանում է։ Այսինքն նույն Սաուդյան Արաբիան տեսականորեն, եթե դառնում է միջուկային տերություն, այսօր Միացյալ Նահանգները հետ լավ է, հետո պարզվի, որ ինչ որ ժամանակ հետո ինչ որ խնդիրներ, հարցեր եւ այլն, ասենք ինքնուրույն է դառնում կամ այլ ռազմավարական գործընկերներ է գտնում, որոնց հետ կնքում է պայմանագիր եւ որպես միջուկային տերություն գլխացավանք է դառնում Իսրայելի համար, որովհետեւ ապագայում ասենք կարող են ունենալ դաշնակիցներ, որոնք Իսրայելի թշնամի պետություններ են։ Սա կա եւ այդ անհանգստությունը շատ տեղին է եւ շատ բնական է։ Իդեպ Սաուդյան Արաբիան միջև այս գործարքը օգտվում էր Պակիստանի հետ ռազմավարական համագործակցության փաստաթղթի անձեռած հնարավորությունից, որը իբրև թե հնարավորություն էր տալիս պակիստանյան միջուկային հովանու տակ հայտնվել, բայց Իրանի հետ հակամարտության ժամանակ դա չօգնեց եւ Սաուդյան Արաբիայում կար դժգոհություն սրանից, որ մենք ձեզ հետ համաձայնվել ենք, ներդրումներ ենք անում ձեր պետության տնտեսության մեջ, որ ձեր միջուկային հովանին մեզ օգտակար լինի, բայց հիմա չի օգնում, որտեղ Իրանը մեր տարածքում հարվածներ է հասցնում։ Այդտեղ էլ հասկանալի դարձավ նաև այն տրամաբանությունը, որ Պակիստանը պատրաստ չէ Իրանի դեմ գործողությունների մասնակից լինել։ Չէ, ես կարծում եմ ճիշտ հակառակն է, որ Պակիստանի քայլերը, առավելս որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունները տեղի ունեցան եւ կարծում կունենան Պակիստանի մայրաքաղաքում եւ միջնորդը Պակիստանի նախագահն է եւ զինված ուժերի գլխավոր շտաբպետը։ Մեծ հաշվով Պակիստանը ինքը ռազմական կոմպոնենտով պետություն է եւ զինվորականներն են այնտեղ շատ հարցեր լուծում, հա, եւ կարող է ստատուսով չունենան, հիմնականում ազգության փուշտումներ, այո։ Եվ այս առումով հիմա Միացյալ Նահանգներն Իրան հարաբերությունները մտել են մի փուլ, որտեղ ես նորից եմ ասում, կարող եմ ենթադրել բավական մեծ հավանականությամբ, որ Իրանը միջուկային տերություն է դառնալու։ Երկրորդ, Օրմուզի նեղուցը ամբողջովին Իրանինն է, Իրանն էլ համաձայն է նաև այդ նեղուցի մյուս առափնյա պետության Օմանի հետ որոշակի առումով հարաբերություններ ստեղծել, բայց իրանական զինուժի վերահսկողության ներքո են խաղի կանոնները, թե ով կարող է ոնց հասնել, որքան վճարել կամ չվճարել, դա Իրանն է որոշելու։ Արձանագրենք, որ ԱՄՆ-ն այստեղ եւս ձախողվել է։ Երրորդ, հուսիտներն են ակտիվացել, օրինակ էմիրությունների երկու նավերի են խփել, եւ սա նշանակում է, որ Կարմիր ծովը եւս կարող է փակվել։ Իսկ սա համաշխարհային տնտեսության վրա նավթի առաջին հերթին եւ ոչ միայն նավթի, հա, տեղափոխման դեպի եվրոպական շուկաներ, սա նշանակում է լրջագույն հերթական խնդիրների մեծ դոզ։ Դուք ասում եք Կարմիր ծով, բայց Կասպից ծովում էլ խնդիրներ կան Իրանի հետ կապված այս անգամ։ Ուկրաինական դրոնները իրանական նավ են խոսում։ Դե հիմա պատասխանը ինչ, եթե Իրանը սկզբունքորեն արժանի հակահարված մի բան էլ ավել տալիս է Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, ինչա սեթեվեթել է Ուկրաինայի պահով։ Դե Ուկրաինան այլ ինչ որ ասան գժականը դրել են, հիմա խփում են, թող խփեն։
Թող ավելի լավ է մտածեն, որ մեծ հաշվով այլևս Օդեսայի Նիկոլաևի նավահանգիստները որից չեն ընդունել, ավելի լավ դրա մասին մտածեն։ Եվ դրա մեղավորը պարզ Իրանը չի։ Հիմա ինչ էր տալու իրանական նավի խոցումը Ուկրաինային։ Ես կարծում եմ, որ տարածաշրջանի շիկացման խնդիր կա։ Ուկրաինային ձեռք է տալիս, որ Ռուսաստան դաշնակիցները այլ տարածքներում ռազմական բախումների թատերաբեմ մտնեն։ Դա նշանակում է ուժերի ապակենտրոնացում։ Օրինակ, եթե այդպես վարկանին խոր արևմուտքից սկսեն Կալինինգրադի մարզից, այնտեղ խնդիր կա, որ կարող է առաջանալ ռուսների հանդեպ, Մոլդավիայում կարող է խնդիրներ, Հարավային Կովկասում, Ադրբեջանի ներքաշել է ամեն ինչի մեջ, Թուրքիային ներքաշել է ամեն ինչի մեջ։ Միջինասիական հանրապետություններ ներքաշել, ինչ ոչ։ Որտեվ գիտեք ինչ, ասենք նույն մեծ հաշվով Ուկրաինան հիմա ինչ է անում։ Ինքը ընդհանրապես կատարում է ՆԱՏՕ-ի հանձնարարականները։ Իսկ ՆԱՏՕ-ի խնդիրը Ռուսաստանում կրկին ասեմ, իշխանապողությունն է։ Քանի որ բրիտանական ամերիկյան ռեակտիվ շարժիչով անօթաչուները բավական երկար են թռչում եւ Ռուսաստանի խորքերը հասնում 3.5-4 հազար կիլոմետր, դա բավական լուրջ թիվ է, էլի։ Ընդ որում մոտ 10% հավանականությամբ չեն խոցվում։ Սա այնուամենայնիվ Ռուսաստանում խնդրահարույց է։ Ռուսաստանը դեռևս հակաթույնի չի գտել։ Ոչ թե Ուկրաինայի հետ կապված, այլ Եվրոպայի հետ կապված կամ ՆԱՏՕ-ի հետ կապված հակաթույնը չկա։ Ասենք կարող է միջուկային տակտիկական զենք օգտագործել։ Անօթաչուներ չի արտադրում Ուկրաինան, բոլորը եվրոպական երկրներում արտադրամասերը ամբողջովին հանվել են, մասնագետները հանվել են, այդ հավաքած վիճակում մտնում է Ուկրաինա, տեղում օգտագործում են։ Ինչ էլ որ մնացել էր ռուսական կողմը ամբողջովին ավերեց։ Օդեսայի Նիկոլաևի բոլոր նավահանգիստները ոչնչացրել, նավերը ոչնչացրել, որից են նավ ոչ ապրանք է բերում Ուկրաինա, հիմնականում ռազմական, ոչ էլ, ասենք հացահատիկ է հանում հիմնականում։ Նշանակում է, որ Ուկրաինան բլոկադայի մեջ է։ Կարծում եմ Ուկրաինայի մյուս մասերը, արևմտյան մասերը, եթե եւս բլոկադայի մեջ առնի, երկաթուղի ճանապարհներ, ուկրաինական ժողովրդին բավականին ծանր ձմեռ է սպասվելու։ Այսինքն իմ կարծիքով ռուսական կողմի արտավարությունը սա է, եւ իրանական կողմը սադրանքի չի գնալու, եթե սադրանքի գնար Իրանը շատ վաղուց Ադրբեջանի հետ շատ ավելի կոշտ կարող էր խոսել, որովհետև դրա հիմնավոր փաստեր ուներ եւ ոչ միայն 44 օրյայի, ոչ միայն այն 12 օրյայի ժամանակ, այլևս վերջին 2 ամսվա եւ այս վերջին օրի։ Ինքը հիմքեր ունի Ադրբեջանն ասելու։ Հայաստանը ինչ դիրք ունի, որովհետև Իրանը հայտարարում է, որ ցանկացած ամերիկյան նախագիծ իր թիրախում է, եթե եւ այս առումով թրիփը չի կարող խուսափել թիրախ դառնալու անհրաժեշտության պարագայում։ Հիմա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների հենց նախարարն է, որը նաեւ այդ ճանապարհների մասով պաշտոնական պատասխանատուն է գնում Իրան, հանդիպումներ մի քանի օր, ինչ են ուզում ստանալ այս իշխանությունները, որ հավաստիացումներ, որ մենք այդ ճշտամական ծրագրի մաս չենք, եթե հավաստիացումները լինելու արդյոք Իրանում հավատալու են Փաշինյանին։ Իհարկե ոչ։ Գործով։ Որն է գործը։ Եթե ամերիկյան տնտեսվարող սուբյեկտը այս միջանցքը օգտագործեց անվտանգության պահպանման համար մասնավոր ռազմական ընկերություններից մասնագետներ կան, որոնք ձեռքի հետել նաև հետախուզական աշխատանքներ մեր երկրի տարածքից իրականացրեցին Իրան նկատմամբ, Իրանը դրա մասին վստահաբար իմանալու է, այդպես որ այդ հնարավորություններ ինք ունի եւ ուղղակի այս պայնիկ չի ուզում սրել հարաբերությունները Իրանը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, բարձր մասում։ Ինքը փորձում է այս, ասենք, ցավոտ կնճռոտ հարցերը ինչ որ ձևով շրջանցել, ավելի շուտ կոնստրուկտիվ դաշտ բերել, ինչ որ պայմանագրել, նույն իդեպ Ադրբեջանի հետ է անում։ Ինչա Ադրբեջանի արասների մասին չգիտի, կարող է մոռացել Ռայիսի Աբդուլլահյանի մահը։ Վստահաբար ոչ։ Մենք քայլ հավաքելու ժամանակը չի հիմա, էլի։ Պահ գալու է արվելու է։ Ես չեմ ասում, որ Իրանի ղեկավարությունը հոգևոր կամ ռազմաքաղաքական հիշաչար են, բայց հիշողության կորստովը չեն տառապում։ Պահերը գալու է, այո, անելու են։ Նույնը Հայաստանն է վերաբերում, դու ինչ ուզում ես խոստացի, գործնական գետնի վրա, եթե անում ես ամերիկացիները այստեղ չկան, շատ լավ։ Ես քեզ իմ առաջարկներն եմ անում, լավ առաջարկներ եմ անում, դե համաձայնվենք կառուցի։
Հիմա Հայաստանի օրվա իշխանությունները, ասենք, մտածում են այսպես, հա դե ամերիկացիներին խոստացել ենք, ամերիկացիները մեզ պահեցին իշխանության, ֆրանսիացիներին հակառուսական մեր կեցվածքով խոստացանք, դրսևորում ենք, Ֆրանսիան առաջինն էր շնորհավորեց, դե Վրաստանը այսպես չընդունենք, հա, Կուբախիձեի այդ հայտարարությունը, լուրջ։ Եվ հետաբար մնում է Իրանի գլխացավանք, ուրեմն Իրանի հետ ինչ որ համագործակցություն, կամուրջներ, էներգետիկ համագործակցություն, հա, առևտրա ապրանքաշրջանառություն եւ այլն, ասես բաներ, հա, բայց շուտ մի պահ գալու է, որ ասենք օրինակ նույն Միացյալ Նահանգները ասելու են, չես բարի չես անելու, որտեղ իմ շահերից չի բխում, որ Իրանի հետ կամ լրիվ փակելու ես Իրանի հետ, ես գտնում եմ դի զրոյական լինի կապը, կամ էներգետիկ ոչ մի համագործակցություն եւ այդպես շարունակ, այսինքն ինչ որ մի պահ գալու է, որ շահերի բախումը լինի այնպես, որ պետություններից մեկը, ասենք, կոշտկեցված դրսևորի։ Հիմա իրենք մտածում են այդ ժամանակ է դեմ բան կմտածենք էլի։ Միգուցե եւ ինչ որ հնար կլինի։ Բայց փաստը մնում է փաստ, որ պետությունների շահերի հետապնդման համար, այսպես ասենք, մեր նման պետությունների մանևրելու դաշտը գնալով փոքրանում։ Այնպես չի, որ օրինակ 3 նախագահների ժամանակ, ինչպես ասում են, գնա գալիս է մեր մանևրելու դաշտը կար, այդ ինքնուրույնությունը կար։ Իրանից գազ բերել գազամուղով, հա, Իրանի հետ լուրջ հարաբերություններ ստեղծվել եւ այլն։ Դա ազատության աշճաններ, որտեղ Միացյալ Նահանգները եւ եվրոպական երկրները չէին դրել այնպիսի խնդիրներ Հայաստանի նկատմամբ, ինչ որ հիմա են դրել։ Հիմա օրվա իշխանությունները մտածում են, դե այս մանևրը կանենք, մի քիչ էլ Իրանի հետ ինչ որ պայմանագրեր կնքվի եւ այլն։ Բայց կորուստերի ժամանակն է եկել։ Հիմա Ֆրանսիային բավարարելու համար հակառուսական դիրքորոշում, ռուսական սանկցիաները գնալով ուժեղանում են։ Հիմա արդեն կատնամթերքը չի գնում Ռուսաստանի դաշտություն այսօրվանից։ Տնտեսությունը համաշխարհային բանկի գնահատականն է, ոչ մեր, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի չհավանողների գնահատականը չի։ Համաշխարհային բանկը ունի հստակ գնահատական, որ եթե ռուսական այս սանկցիաները տևական շարունակություն ունենան, դրանք լրջագույն ցնցումներ կարող են առաջացնել տնտեսության մեջ Հայաստանի։ Փաշինյանն էլ հայտարարել է, որ եթե 4 ամիս կան արգելքներ, ուրեմն չկա ԵԱՏՄ։ Սրան զուգահեռ այդ արևմտյան գործակալական շրջանակը սկսել է հիմնավորել, թե ինչ վատն է ԵԱՏՄ-ն եւ ինչքան լավ կլիներ, եթե մենք ԵԱՏՄ-ի անդամ չլինենք։ Մեքենաները Վրաստանում 25%-ով ավելի էժան են, քան Հայաստանում։ Այ ԵԱՏՄ-ի պատճառով է դա։ Հեռուստացույցը, չգիտեմ, կենցաղային տեխնիկան ավելի էժան արժի Վրաստանում։ Այ ԵԱՏՄ-ն է պատճառը, որ մենք չենք կարողանում ավելի էժան հեռուստացույց եւ հեռախոս գնել։ Այսինքն սա նաեւ տեղեկատվական ֆոնն է, որ հնարավոր զարգացումներին պատրաստվում են։ Այդ ասողները իրենց օրվա սննդի կարիքը բավարարելու համար հեռուստացույց են ուտում, ավտոմեքենա են ուտում։ Այդ մարդիկ առաջին հերթին, եթե անկեղծ են, իսկ իրանք վստահաբար անկեղծ չեն, մեզ մոտ գյուղատնտեսությունն է մեռնում։ Եվ դրա պատճառը օրվա իշխանությունների քաղաքական որոշումն է։ Բայց արդեն 25%-ով էժան հեռուստացույց եւ հեռախոս կունեն։ Նույնիսկ եմ ասում, մարդ հետ չի ուտում, չէ՞ որ կարիքը։ Հիմա ասեմ ձեզ, այս տարի իմ գնահատմամբ տարբեր չափորոշիչներ կան գնահատման երկիր մոլորակի շատ պետությունների համար բավականին տխուր եւ կիսաքաղց ծմեր է սպասվում։ Եվ ճգնաժամային վիճակներ նաեւ այնպիսի երկրների համար, որոնք մինչեւ բարեկեցիկ ապրել են։ Հայաստանը այդ երկրների ցանկում է, մզել է սպասելու այդ։ Ինձ հետաքրքիր այս ծմբեր։ Այո։ Ինձ հետաքրքիր այդ անձինք այդ հեռուստացույց ու ավտոմեքենայով են սնվելու իրենք եւ մեր ժողովուրդը։ Իրենք խնդիր չունեն, խնդիր կունենա ժողովուրդը։ Դե ուրեմն ժողովուրդն էլ ըստ արժանավուն է Երբ են գործակալները սոված մնացել։ Ճիշտ է, իրենք կուշտ են եղել, բայց օրինակ գործակալների ճակատագիրը մի քիչ այլ է լինում սովորաբար։ Դե կարող է սոված չեն։ Հիմա կարող է կուշտ վիճակով էլ այդ ճակատագիրին արժան նստի։ Խնդիրը այնա, որ իսկապես մեզ մոտ գյուղատնտեսությունն է մեռնում։ Իսկ օրինակ կոմա ձեռք տալիս մեր գյուղատնտեսությունը մեռնում է։ Օրինակ Թուրքիան է ձեռք տալիս։ Հայաստան դառնում ամբողջովին իր համար շուկա։ Այն նվաճելու, ասենք Թուրքիան երազ էր, որ մենք միակ բանը, որ գյուղատնտեսությունն էր, որը որ ներքին սպառում, մարդիկ աշխատում էին, արտահանում էին, գումար ունեին, մեծանում էր արտադրությունները, այդքան հսկայական մենք մշակովի հողեր ունենք, որը չի էլ մշակվում։ Սա
Խնդիրը մեծ բաներից ենք խոսում, ասենք ծովից ծով Հայաստան, չգիտեմ, այլ տարածքներ, երբ որ մենք մեր հողերը չենք էլ մշակում։ Իսկեն երկրի ստրատեգիական խնդիրներից մեկը այդ բոլոր տարածքները մշակելն էր։ Մենք չենք մշակում։ Ինչ էլ որ մշակում, այս էլ է մեռնելու։ Իդեպ հետաքրքիր դիտարկում այդ քարոզիչները չեն ասում, որ նույն ԵԱՏՄ այդ գլխավոր շուկան Ռուսաստանը կարող էր միրգ բանջարեղեն շատ ավելի էժանով Թուրքիայից ընդունել։ Բայց ինքը որոշել է ընդունել Հայաստանից ավելի թանկ գնով։ Ճիշտ է։ Եվ որակական առումով ոչ այդքան մրցունակ։ Ճիշտ է, շատ ճիշտ է։ Բայց այդ հատվածը չենք նայում։ Նայում ենք հեռուստացույցի եւ հեռախոսի։ Նայեք, այդ միայն Թուրքիան չէ, նման այդ ձեր գնահատականով նման իրողություն կա նաև Միջինասիական Հանրապետությունից, նաև Վրաստանից իդեպ, նաև Ադրբեջանից։ Բայց մեզանից են մեզ շուկա են տալիս։ Շուկա մեզ չեն տվել է տնտեսական շահի հետապնդման համար։ Քաղաքական որոշումով է մեզ տրված եղել շուկա։ Փուֆ, վատ շուկա է։ Ռուսական շուկա։ Մենք կգնանք եվրոպական շուկա։ Չկա եվրոպական շուկա։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ օրինակ Հայաստանի ձկնարդյունաբերողները մրցակից են լինելու Եվրոպայում նորվեգացիներին, կամ ծաղիկի արտադրության զբաղողները Հոլանդիային, հա, կամ կոնյակի արտադրողները Ֆրանսիային, կամ գինի արտադրողները Իտալիային, հա, լուրջ եք ասում, կամ պտուղ բանջարեղենը, ասենք, նույն մեր հարևան Թուրքիային եւ այլն եւ այլն։ Տանապետան, դուք չեք նկատել, որ այս իշխանությունը կարողացել է տրամաբանությունը այնպես փոխել, որ մենք պատրաստվում ենք ծաղիկներ արտանել Հոլանդիա, բրինձ արտանել Հնդկաստան, ցորեն Ռուսաստան եւ Ուկրաինա, Ֆրանսիա կոնյակ։ Թող բայց ժողովուրդը չի նկատում, չէ՞, սա որ այդ ամեն ինչը տեղի ունենում է իրենց հետ։ Այս աշունն ու ձմեռը որ գա, առարկայապես կնկատի։ Վստահ է։ Իսկ ես ասենք շրջաններ այդ որոշ կապեր ունեմ, մարդիկ օրինակ այդ նույն կաթի հետ կապված, հա, առաջ երբ որ արտահանվում էր դուրս, անհատ ձեռներեցները կամ գյուղացիները շատ անասուն էին պահում, որտեվ ասենք թարմ կաթը մարդիկ գնում էին, մի քանի կով էին պահում, ասենք գյուղում, հիմա վաճառում են։ Ես օրերս այդ խոսակցության ես ներկա եղա, հարց առաջին ինչու են վաճառում, պարզվում է, որ նրանք ովքեր որ կաթ են արդյունահանում, հա, Հայաստանից դուրս, էլ չեն կարող։ Հիմա իրենք բերում են ներքին շուկայի համար ամրցակցություն գնում, իսկ ներքին շուկայի համար իրենց սառեցված, ոչ այդքան թարմ կաթը եւ այլն էժան գնով տալիս են եւ այն գյուղացին, որը ամեն օր կաթ կտվում, որ վաճառի, հա եւ այլն, իրեն ձեռք չի, որտեվ մրցակցային առումով բան չի։ Սա իդեպ ռուսներն էլ են ֆիքսել, ասում են կաթի փոշուց ստացված արտադրանք մի բերեք մեր մոտ։ Հիմա այդ կաթի փոշու արտադրանքը Հայաստանի շուկայում է լցվում։ Եվ դրանով հարվածում են, օրինակ այդ օրինակ էս որ բերում են, մարդիկ ասենք մի քանի կով ունեն, վաճառում են, մորթում են։ Ասում են ձեր չի տալիս անասնակետ չեն կարող եւ այլն, ինչու որտեվ այդ էժանը բերվում է ստեղ ներքին շուկան։ Այսինքն ներքին շուկայում իրական արտադրողին ենք հիմա մենք դուրս մղում։ Բարձր եմ ասում։ Եվ նորից եմ կրկնում, Հայաստանում գյուղատնտեսությունը նախ առաջին հարվածը 2018-ին ստացա, որ այդ կառույցը փակվեց, մասնագիտացված կառույց էր։ Հիմա էլ այս իրողությունում գյուղատնտեսությունը աշճանաբար կմեռնի, Հայաստան կդառնա Թուրքիայի համար շուկա, Ադրբեջանի համար շուկա եւ կինտեգրվի իրենց տնտեսությունը։ Հիշում եք ժամանակին մի խոսք կար, որ դիմում էին աղքատներին, ասում են, եթե սոված եք հարուստներին կերեք։ Հիմա երևի պիտի գործակալներին ուտեն ձմռանը, բայց եթե վերադառնանք մեր իրականություն այսօրվա, խնդիրները կուտակվում են, չէ՞, աշխարհաքաղաքական հարցեր կան, Միացյալ Նահանգներ, Իրան, Ռուսաստան, Ադրբեջան կա իր սահմանադրությամբ, որ առաջարկել է պիտի Նիկոլ Փաշինյանը այդ առաջադրանքը անի։ Հիմա լավ, մի բան էր, որ այս աշխարհաքաղաքական խնդիրները կային, դու կարող ես դա հանրայինով ծածկել, ասենք, բայց տնտեսական խնդիրներ չլինեին, մարդիկ սոված չմնային, կարելի էր դա ծածկել ինչ որ տարբեր թեմաներով, բայց հիմա արդեն մարդկանց սոված մնալու հարցն է գալիս, տնտեսական, ֆինանսական կորուստների հարցն է գալիս։ Այս ամեն ինչը կուտակված ինչի կարող է բերել։ Իշխանությունը, որտեղ երկու ճանապարհ է, չէ՞ ունենալու, կամ պիտի չկարողանա դիմադրել ամեն ինչ պայթելու է ու հեռանա, կամ պիտի ճնշումներն ուժեղացնի ժողովրդի նկատմամբ։ Երկրորդը։ Սովաբար կոլաբորանտ կառավարությունների համար թե քանի մահա քանիսի գլխին եւ դրանցին կպտիված գա, դες բան չկա։ Այդ ձեր ասած այն երկրներում է, որտեղ
օրենքը աշխատում է, որոշակի առումով գերակա է, որտեղ կան ժողովրդավարության գործնական ու գետնի էլեմենտներ, որտեղ պետական ինստիտուտները ամենօր իրենց գործառույթի մեջ են։ Այո, այդ առումով խնդիր է իշխանության համար նման վիճակի սրացումը։ Բայց որտեղ ավտորիտար ռեժիմ է կամ կոլաբորանտ կառավարություն է իր համար թե 100 գյուղացի վատ կլինի, թե 1000, թե 10000, լավ ասենք 10000 մարդ էլ դուրս եկավ փողոց փակեց, մահակ աշխատելու, մահակը չաշխատեց, հատուկ տեխնիկական միջոցներ կօգտագործեն, մի քանի հաշմանդամ կփախնեն, այդպես փորձ ունեն, չէ, անպատիժ։ Արվել է, չէ, ազգային ժողովի մոտ։ Եվ քանի ոստիկան դատվեց, ոչ մի։ Եվ հարյուրավոր մարդիկ, չէ, կողքից դատվեցին, մարդիկ հաշմանդամ եղան եւ այլն։ Ուզում ասել, եթե մենք այն մտայնության մեջ ենք, որ եթե վիճակը այդպես վատանա, ես չեմ ուզում զուգահեռեմ, բայց քանի որ օրվա այսօր ռեժիմի պարագլխի համար որոշակի առումով հեղինակություններ միանց, որը ասում էր ջրցան մեքենաներ կառնենք, տեխնիկական միջոցներ պետք կլինի, կցրենք, եթե այդպես շատ Դե մարդն ասում էր գոնե մի 8-9 մարդ պիտի սպանվի, եթե նույն մարդը եթե ինչպես ասում են, այդքան քաջ մարդ կա, որը չի ուզում ընկրկի, այո, պետք է լինի դա կանենք, ինչա։ Կարող է Հայաստանը առաջին կամ վերջին երկիրն անել, որ այդպես գործողություններ արի ավտորիտար։ Դա վերջին թեման քննարկենք եւ ամփոփենք։ Անդիմությունը պատրաստ է այս ամեն ինչի։ Խորհրդանական անդիմությունը։ Այսինքն այն ինչ որ մենք քննարկում ենք, հիմա դժվարություններ, մարդկանց սոցիալական խնդիրներ, աշխարհակահաղական խնդիրներ, հնարավոր բռնաճնշումների ակտիվացում, արդյոք անդիմությունը լիարժեքորեն հրապարակային իհարկե իրենց վարկագծով պետք է վերլուծենք, հա, լիարժեքորեն պատրաստ է սպասվող զարգացումներին։ Անդիմությունից հիմա ինչքան մարդ է բանտերում քրեական գործով մի մասն էլ խափանման միջոց տնային կանանք։ Հազարներ, հարյուրներ բանտերում են, բայց հազարների նկատմամբ կա, չէ։ Հիմա ինչ է անում անդիմությունը։ Չեմ ասում գործողությունները, արդյունքներ կան։ Արդյունք կա։ Առարկայապես այնպես չի, որ ասենք օրինակ մի շարք հոգևորականների խափանման միջոց փոխեցին ու ասենք իշխանության թուլության նշանա։ Թուլության նշան չի։ Ես գիտեմ ինչի նշան է, բայց չեմ ասի։ Իսկ քաղաքական գործիչներ, հա, որոնք բանտերում են հանիրավի, ապօրինի, առանց ապացուցողական բազայի բանտերում են։ Հիմա անդիմությունը 60000 ձայն ունեցող Գագիկ Ծառուկյանից գողացան մանդատները, այդ մարդուն էլ փակեցին։ ճիշտ է։ Հիմա էլ արդեն առանձնատունն են խլում, ասում են սա ապօրինի է, ամեն ինչ որ ստեղծել ես։ Չէ, ես հարց եմ տալիս հիմա անդիմությունը եւ կապ չունի այդ անդիմությունը խորհրդանական է թե արտախորհրդանական է։ Հիմա անդիմության կեցվածքը ո՞րն է։ Որը պիտի լիներ։ Ուրեմն կամ այս իրավիճակի հետ չես համակերպվում։ Ինչպես։ Օրինակ մենք լսեցինք դատարան գնացին մարդիկ հարցազրույցներ տվեցին դատարանի առաջ, ցույց տվեցին որ չեն համակերպվում։ Այդ կոչվում է համազգային անհնազանդություն կամ քաղաքացիական անհնազանդություն։ Քարոզչությունը այս փաստերը առավոտից երեկո ուրիշ բանի մասին չի խոսում, չի ապացուցում։ Միջազգային եւ ոչ միայն միջազգային շատ կառույցների հետ է համագործակցում, եւ ոչ այն միջազգայինի, որը պատվեր է տալիս իշխանություններին այդ գործեր անելու, իսկ այնպիսի կառույցներ կան վստահաբար էլի։ Եվ չի զբաղվում այլ գործերով եւ հանճարեղ մտքեր, ասենք ստատուսներով չի դնում, որը առնվազն սկզբից ժպիտ առաջացնում, հետո զայրույթ, եթե լուրջ ենք նայում։ Դե մարդիկ հիմա եթե այդ հարթությամբ են նայում, չօրինակ կես կատակ, կես լուրջ, ես իմ մտերիմ, ես այդ առումով անդիմության հասցեից բավականին զուսպ ու կոռեկտ եմ, չեմ խոսում եւ գիտեմ ինչու չէ։ Ասենք ինձ կես կատակ, կես լուրջ ասում, պարոն Ապիզյան, բայց պլան B ինչ եղավ։ Ինչ պլան։ Դե ինչ որ պլան B պետք է լիներ, չէ։ Ես գիտեմ որ գախնի էր։ Դե ասում եմ ինչ եղավ, ասում եմ ով ասում ով ասել է իրանց հարցրեք։ Բայց մարդիկ արդարացիորեն են, չէ՞ ասում։ Չէ, բայց այդ հարցերի պատասխանները տրվել են պարոն Ապիցյան, դուք ուշադիր չեք։ Եվ ինչ են ասել։ Պլան B-ի մասեր։ Ես սա ուղիղ ցիտում եմ հեղինակներին, ոչ մի ավել, այսինքն լրջությամբ ընկալեք, խնդրում եմ, ասենք անլուրջ չհամարեք անլուրջ բան ասում, մանդատները վերցնելը եղել է այդ գաղտնի պլանի մասը եւ գաղտնի պլանի մասով Ալեն Սիմոնյանը հեռացվել է ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ Սրանք հայտարարություններ են, որ հնչել են։ Հա, ես տենց չեմ հետել, որ գաղտնի այդ պլան B-ն այդ երկու կետն է եղել։
Այս երկու կետը կատարվել է արդեն։ Դե դրամ էլ մարդիկ ձերբակալվում են։ Դրամ էլ մարդիկ հետապնդվում են։ Չէ, այն ինչ որ հիմա տեղի է ունենում, որ ասում են Գագիկ Ծառուկյանի այդ տունն են հիմա խլում, կամ այլ գույք։ Այդ երկու կետի հետևանքա։ Դուք որ ասում եք ինչ անեն։ Դե հիմա ես կոնկրետ արդյունքով իշխանությունը իր անպատժելիության դաշտ ունի։ Ես միշտ էլ ասել եմ, կա հովանավոր, եթե ավելի խիստ բան չասեմ, կուրատոր չասեմ։ Այդ հովանավորները բացայտ հայտնի են անուններով, հասցեներով, Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնատար անձիկ, Ֆրանսիայի նախագահ, հենց ուղղակիորեն Հովանավորում է Փաշինյանը։ Դե եմ ասում։ Հիմա Ես չեմ հավատում, ընդդիմությունը դիմում էր, որ այս Մակրոնը չգիտի թե սրիկան ինչ անում է այստեղ։ հա, չիմանալով Արցախը սիրով ստիպեց Փաշինյանին եւ հորդորեց Ալիևին, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, նույն Մակրոնը։ Չգիտեր դե։ Չգիտեր, երբ հլը կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես, կիսապաշտոնապես հայտարարություն չէր արել եւ շնորհավորեց Մակրոնը։ Չգիտեր։ Բա ինքը չիմանալով այդքան բան արեց, բա որ իմանա ինչքան բան կանի։ Պարոն Ապետյան, հիմա ես նաև տեսնում Ես ասում եմ թիրախը ճիշտ դիլինի։ Հովանավորներ ունի եւ այդ հովանավորները լուրջ պետություններ են եւ հետաբար հասկանալու այդ հովանավորի դեմ կեցված դրսեւորելու համար դուք պետք է ունենաս նաեւ դաշնակից պետություն։ Պարոն Ապետյան, ես ձեզ վստահաբար պարզ է, չէ՞, քննարկում ենք ունում եթերից դուրս եւ լսում եմ ձեր մտահոգությունները, որոնք հիմնավորված են, բայց այսպեսի մի խնդիր կա հանրային դաշտում, տեղեկատվական դաշտում։ Մարդիկ կաշկանդված են խոսելու ընդդիմության սխալներից։ Ինչու՞։ Ինչու, որովհետև ասում են իշխանության ջրաղացին ջուր եք լցնում, սեպ եք խրում ընդդիմության շարքերում, բայց մյուս կողմից էլ ասում են լավ եղբայր, ախր այդ ասվածը կամ հայտարարությունը դիցուք որևէ հայտարարություն, կատարյալ հիմարություն է, չի կարելի չասել, որ դա կատարյալ հիմարություն է, որտեղ որ չես ասում, մարդիկ մտածում են դա խելացի բան է ու դրանով առաջ են գնում, հետո հայտնում են նոր ձերբակալվածներ, նոր խլված գույքեր, նոր այսպես Բորիս, ուրեմն էական տարբերություն կա, այստեղ ուզում եմ անպայման ասել, այս քո ասած հետ կապված էլի։ Ուրեմն եթե անձի արարքը կամ կեցվածքը կամ խոսքն է գնահատվում, կամ գովաբանվում, կամ փնովում, կամ քննադատում, ես դա ընդունում եմ եւ այդտեղ պետք է ունենալ քաջություն եւ հրապարակավ ասել։ Ես ասում եմ դա։ Բայց եթե ինչ որ հայտարարություն, ինչ որ կեցվածք, որը ըստ ինչ որ մեկի, ասենք փորձագետի կամ հասարակական հանրային դաշտում լսան ունեցող անձի, սխալ է եւ ինքը այդ սխալով թիրախավորում է անձին, ես դա չեմ ընդունում։ Իսկ մեզ մոտ ցավոք սրտի հաճախ մեկի սխալ արտահայտությունով արտահայտության մասին գրելուց զատ դա դառնում արդեն երկրորդական գնահատման այդ արտահայտությունը կամ կեցվածքը թիրախարում է անձը եւ արդեն վիրավորական արտահայտություններ եւ այլն անձին է գնում։ Ես դա չեմ ընդունում։ Մի անձին մի կպեք։ Անձի արարքը գնահատեք, անձի խոսքը գնահատեք, խոսքը եւս արարք է։ Հիմնավոր ասեք, որն է սխալը։ Վերջին հաշվով նես չի որ մեկը եթե քո մտերիմը սխալ է անում, հո դու դրան պատին չես գամում։ Ընդհակառակը դու սրծավես իրեն բացատրել իր սխալը, որ հաջորդ անգամ էլ չանի։ Ճիշտ է։ Ես կարծում նորմալ մոտեցումը դա է։ Մեզ մոտ ցավոք սրտի մի քիչ այլ է։ Մենք սրծավություն չունենք, այդ ընդդիմության չենք, ընդդիմությանը մենք դիտում ենք մեզ մրցակից, որ ընդդիմությունը մենք ենք, ոչ թե ինքը։ Խելոքը մենք ենք, ոչ թե ընդդիմությունը։ Ես ասում եմ, չէ, սխալ մոտեցում է։ Եթե հնարավորություն ունես այդ ասողին առանց եթերի, առանց հրապարակային փաստարկներ բեր, մարդը կարող է ընդունում, հա։ Նույնիսկ դրանց հետո հերքում է տալիս կամ ասում է ես սխալվել եմ, եթե այդքան քաջություն ունի։ Բայց այդ անձը մնում է քեզ որպես մտերիմ, գաղափարակից, համախոհ, ընդդիմություն եւ այլն։ Բայց եթե դու անձին իր սխալի համար վրայերթ ես անում, հետո վիրավորում ես, հետո այն այլ ստիպված պաշտպանում է, չէ՞։ Այսինքն ստեղով է շահում իշխանությունը։ Դա համար երկու մոտեցում կա։ Սրծավության ընդդիմության սխալների, որը առաջին հերթին պետք չի հանրային, եթե դու հնարավորություն ես անձամբ զանգի, ասա, մտերիմ ես եւ այլն։
կամ Բայց գրի։ քաղաքացիներ կան, որ անձամբ հնարավորություն չունեն։ Գրեք, իրեն գրեք, մարդիկ այդ ակտիվիստները ընդդիմության բոլորն էլ Facebook-յան էջեր ունեն, տարբեր էջեր ունեն, գրեք, հիմնավոր գրեք, օրինակ ինձ էլ են գրում, ես կարդում եմ, ասենք տարբեր իմ լսարաններում ինչ որ դիտարկում կա, ասենք ես կարող եմ մի քիչ խիստ շեշտադրումով են ասում, ես նույնիսկ մի պահ ավելի ներողամիտ եմ դառնում, ես ասում եմ մարդը սրծավա, ուրեմն որ ասում է, հա կարող է մի քիչ այն բառամթերքը չի օգտագործում, բայց ես իրան սիրով պատասխանում եմ։ Հետո տեսնում եմ միանգամից մեղմվում է, այսինքն իմ այդ մեղմ կեցվածքը, հիմնավոր կեցվածքը, որտեղ ինքը կարդում է, հիմնավորում տեսնում է, որ ես ճիշտ եմ ասում, հետո վերջում շնորհակալություն է գրում։ Ուզում եմ ասեմ ճիշտ մոտեցումը դա է։ Մեզ մոտ ցավոց խստի, դա մշակույթի դառնա, որը չկա։ Այստեղ արդեն անձնական, վիրավորական, ընդ որում, ասենք, երբ որ կարող ես գրել այլ գնահատական, այլ դիտարկում եւ այլն, միանգամից ցցվում են հրապարակային դաշտ։ Ինչու՞։ Հրապարակային դաշտի խնդիրը ընդդիմության էս կամ այն գործի ասացի վերաբերյալ, ուրեմն բանը չի, ուղումը չի։ Քո եսն է իրան ջարդել, ասել դու ավելի լավն ես, որպես ընդդիմություն ինքը ավելի վատն է։ Ընդհանրապես եսի խնդիր է։ Բայց ոչ սրծավության, որտեղ ինչ որ բան ասել է, որ դու կարող ես հիմնավորել, որ դա այդքան էլ ճիշտ չի։ Եթե այդպեսին է, եւ կա սրծավություն, դու գրի իրան, կամ զանգարի, կամ ինչ որ մեկին գտի։ Հոգո եսի խնդիրը չի։ Իսկ երբ որ միանգամից հրապարակային դու կեցված ես դրսևորում, դե արդեն քո եսն է, չէ՞։ Իսկ ուզում ես ասես, ես ավելի լավ ընդդիմություն եմ, քան ինքը, կամ ինքը ով է, вообще-то։ Ես եմ ասողը։ Բայց տեսնում եք, չէ՞ տարբերություն։ Իսկ ես ում իշխանությունն է, ում ջրաղացն է ջուր լցնում, իհարկե իշխանության։ Հետաբար մոտեցումների խնդիր կա, այդ մոտեցումները պետք է անպայման ցավոք սրտի։ Այս մինչև ընտրությունների ընթացքում եւ դրանից հետո ես համատարած այս հիվանդագին մոտեցումն եմ տեսնում։ Այսինքն մարդկանց եսը։ Եվ հարցին լուծումը չի լինում։ Հոց եմ ասում, մի քիչ ավելի մեղմ լինեն, թող զանգարեն, ասեն, գրեն, որտեղ սրծավությունը ուրիշ բանի մասն է խոսում, քո եսի մասին չի։ Իսկ ես ասենք, երբ նայում եմ ստեղի կտվական հոսքերը, աճ ու ձախ, ասենք, մեկը մեկում վիրավորել։ Ցույց տալ, որ ինքը ավելի խելացի է, քան ինչ։ Չէ՞ դες խնդիր չկա, ավելի խելացի խնդիր չկա։ Մի քիչ սրծավություն լինի, վերջին հաշվով պատասխանատվություն, ընդդիմությունը եւս պատասխանություն է կրում այս երկի առաջ։ Չեմ ասում այնքան իշխանություն, բայց եւս կրում է։ Ուսենք նույն ընդդիմության առաջնորդները եւս պատասխանություն են կրում բանի մեր ժողովրդի այսօրվա վաղվա ապագայի հանդեպ։ Եվ հիմա ընդդիմությունը օրինակ ես եթե ավելի խիստ լինեմ, ուսենք ասեմ ընդդիմությունը պարտվել է ընտրություններում, արձանագրում է, պարտվել է։ Պարտվող ընդդիմության առաջատար ուժի ղեկավարը պատասխանություն է կրում այս պարտության համար։ Ո՞րն է այդ գինը։ Ուսենք տրամաբանական ինչ-որ բան եմ ասում, չէ՞։ Բայց ես սա քարոզչական թեст չեմ դարձնում, որ ամեն րոպե անընդհատ ասեմ, քանի որ պարտվել ես, քանի որ պատասխանություն ես կրում։ Չէ, բայց այդ դեպքում կներեք, այդ դեպքում էլ երբ որ դա չի ասվում, ես հրապարակավ չեմ ասում։ Հասկացա, երբ որ հրապարակավ չի ասվում, ստացվում է, որ անպատասխանատվության մթնոլորտը դառնում է գերակշռող։ Չէ, իմ ասելը անպատասխանության մթնոլորտ չի փոխելու։ Ընդհակառակը ես գտնում եմ առավելագույն արդյունավետ այդ մարդու վրա կամ մարդկանց վրա ազդելու այլ կապեր, այլ միջոցներ ազդելու, որտեղ իմ խնդիրը, ասենք, ցույց տալն է, որ ես խելոք եմ, ինքը այդքան չէ։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Նահապետյան, ես շնորհավորում եմ Հայկ Նահապետյանից, տեսություն կհանդիպենք։